ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է փոխել մոտեցումը Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում, քանի որ նախորդ փորձերը անարդյունավետ են եղել։ Այս մասին հայտնում է The Atlantic-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Պարբերականի տվյալներով Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո ԱՄՆ բանակի նախարար Դեն Դրիսկոլը հանդիպել է մի խումբ եվրոպացի դիվանագետների հետ, որոնք հավաքվել էին ամերիկյան դեսպանի նստավայրում։ Հանդիպումը թեժ էր, բայց լարված։ Դիվանագետներից մեկը պահանջել է բացատրել, թե ինչու է Վաշինգտոնը այդքան կտրուկ փոխել կուրսը, հրաժարվելով պատժամիջոցներով Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու փորձերից։ Պատասխանը ըստ ամերիկացի եւ եվրոպացի պաշտոնյաների այն էր, որ պատերազմը դադարեցնելու այլ եղանակներ անարդյունավետ էին։ Դրիսկոլի խոսքով ցանկացած հետագա որոշում Ուկրաինային ավելի շատ կյանքեր ու տարածք կարժենա, եւ Թրամփը կցանկանա նոր մոտեցում ցուցաբերել, ասված է հաղորդագրության մեջ։ Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ ռազմական գործողությունների վարման մարտավարությունը փոխվել է։ Հակամարտության հետևանքները նշել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Այժմ օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, ընթանում են կիբերպատերազմներ։ Այժմ տիեզերական արբանյակները նույնքան կարևոր են զինվորականների համար, որքան հրացանը, տանկը կամ ինքնաթիռը 20-30 տարի առաջ, հայտնել է Վենսը։ Նրա խոսքով այժմ լավագույնը լինելու համար նոր տեխնոլոգիաներ եւ միջոցներ են պահանջվում։ Միացյալ Նահանգների խաղաղության ծրագիրը խուճապ է առաջացրել Կիևում եւ եվրոպական երկրներում։ Այս մասին հայտնել է Financial Times-ը, վկայակոչելով Ամերիկայի ազգային անվտանգության խորհրդի Ռուսաստանի եւ Եվրոպայի հարցերով նախկին ավագ տնօրեն Ֆիոնա Հիլին։ Ինչպես հայտնի է, արևմտյան քաղաքական գործիչների արձագանքը չափազանց նյարդային է եղել։ Բոլորը վազում են հավի պես կտրված գլխով, նշել է Հիլը։ Քաղաքագետը պարբերականին տված մեկնաբանության մեջ հիշեցրել է, որ առաջարկված ծրագրի ներկայիս պայմանները մեծամասամբ կրկնում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամարտության կարգավորմանը հասնելու նախկին փորձերը։ ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը Եվրամիության ներկայացուցիչներին հեռացրել է Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացից կողմնակալության պատճառով։ Այս մասին հայտնել է New York Times-ը, հողում անելով իր աղբյուրներին։ Թերթի զրուցակիցների խոսքով, որոնք ներկա են նոյեմբերի 21-ին Ուկրաինայում կայացած հանդիպմանը, Դրիսկոլը հայտարարել է, որ եվրոպացի պաշտոնյաները չափազանց մտերմացել են ուկրաինացի գործընկերների հետ, որպեսզի օբյեկտիվորեն գնահատեն իրավիճակը։ Նա նաև հավելել է, որ եվրոպական երկրները չեն մասնակցում բանակցություններին, որպեսզի շատ խոհարարներ չլինեն։ Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացը լավագույն դեպքում կշարունակվի եւս մի քանի ամիս։ Նման կանխատեսում է արել The Economist ամսագիրը, հղում անելով հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններին մոտ կանգնած աղբյուրներին։ Պարբերականի զրուցակիցների խոսքով Կիևում գոհ են մնացել ամերիկյան խաղաղ պլանի նոր տարբերակից, որի տեքստը զգալի փոփոխությունների է ենթարկվել Ժնևում կայացած հանդիպման ընթացքում, սակայն ոչ ոք չի կարող պատկերացնել ռուսական կողմի համաձայնությունը առաջարկվող խմբագրումների հետ։ Միևնույն ժամանակ բանակցությունների շատ մասնակիցներ հայտնում են լուրջ առաջընթացի եւ մի շարք հարցերի շուրջ Ռուսաստանի եւ Ուկրաինայի դիրքորոշումների մերձեցման մասին։ Մենք մոտենում ենք այն պահին, երբ մարդիկ ստիպված կլինեն ասել. «Այո, մենք համաձայն ենք» կամ «Ոչ, վերջ, բավական է», հայտարարել է զրուցակիցը, ենթադրելով, որ Մոսկվան կարող է մեղմել իր դիրքորոշումը գործընթացի ամենավերջում, որը լավագույն դեպքում կտևի մի քանի ամիս։